Դեկտեմբերի 7-ին որոշել էի լսել, նայել համացանցով Գյումրում կատարվող պատարագը։ Պատարագը դեռ չէր սկսվել, երիտասարդ լրագրող աղջիկը վազում էր աջ, վազում էր ձախ գոռալով. գրոհում են եկեղեցին։ Երիտասարդ բանաստիրական կրթությամբ աղջիկը չգիտեր գրոհել բառի իմաստը։ Հավանաբար նրան չէին սովորեցրել։ Նույնիսկ Սասնա ծառերը ՊՊՑ գունդը չեն գրոհել, դարպասը կոտրել մտել են։ Գրոհել բառը լրիվ այլ իմաստ ունի։ Դրանից հետո մոտենում էր մեկին, երկրորդին, երրորդին և անընդհատ սադրիչ հարցեր էր տալիս։ Իսկ վերջում դժգոհեց, որ իրեն ոչ միտեղ չթողեցին, որ մտնի։ Լրագրությունը ընդհանրապես խայտառակ վիճակում է։ Լրագրողից համացանցում կարող եք լսել «փոզմիշ» բառը, որը ընդհանրապես անհասկանալի բառ է, նույնիսկ չեմ էլ կարող իմաստը բացատրել։ Կարող եք լսել «բարիշել» բառը, որը նույնպես հայերեն բառ չի։ Ես Քոչարյանների ոչ պաշտպանն եմ, ոչ թշնամին, ազգանունն էլ պրիմիտիվ ազգանուն է, բայց երբ մտնում եմ համացանց, մի երիտասարդ լրագրող կա, այդ պարզ պրիմիտիվ ազգանունը համարյա միշտ սխալ է արտասանում։ Ես որ ուզենամ էլ երևի չկարողանամ Քոչարյան ազգանունը սխալ արտասանեմ։